տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ակնհայտ է, չէ՞ որ տրիգերը դա էր։ Մստի հարց է առաջանում, իսկապես ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Այդ հարցը կային, ուրեմն չգնահատվեց։ Լավ, աղցից են չէին զեկուցում, կամ հանրապետականներ 150,000 մարդ կա մարզային կառույցներով եւ այդով։ Իրենք չէին ասում, որ կա լարվածություն։ Իմ տպավորությամբ 17 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի բեռը հիմնականում sense քաշով բեռը եղել է Կարեն Կարապետյանի վրա, հանգստացրեց, ասացին, հա, այս ինչ որ եղավ անցավ, եւ հնարավոր է շարունակել։ Իմ տպավորությունը սա, իմ գնահատականը սա է։ Եվ այն ժամանակ երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ։ Եվ սա պայթեցրեց վիճակը, ուրեմն լատենտային այդ լարվածությունը մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ սա կփոխվի, վերջ իշխանությունից են հոգնում մարդիկ, որ երկարանինում հոգնում են։ Հեսա Կարեն Կարապետյանը կգա եւ բան կփոխվի, ինչ որ հույսերը առաջացրել եւ պարզվեց, որ ոչ։ Ու սա վիճակը պայթեցրեց։ Այդ տրիգերը սա էր։